Իրավիճակն այս պահին գերլարված է, Արցախի պատգամավորները դուրս եկան և իշխող սկսվեց։ Քաղաքացիների վերաբերմունքը ինչպես եք նախատեսում։ Գիտենք, երբևէ դիմել են նախագահի հետ ամփոփելու համար եւ ներժում եք ասել։ Ուրեմն լսեք, այս քաղաքացիները, ովքեր որ այսօր այստեղ հավաքված են, բազմաթիվ անգամ նախագահի հետ խնդրել են հանդիպման հետ կապված եւ հանդիպում եղել է նախագահի հետ։ Ինչ վերաբերում է իրենց պահանջի հետ կապված, ես հիմա կհայտարարեմ ուրեմն այն բանը, ուրեմն նախագահի կողմից գլխավոր դատախազ Տիկին Վարդապետյանին 2023 թվականի նոյեմբեր ամսին հաղորդում է տրվել վերջին ժամանակներս համացանցում, մասնավորապես սոցիալական ցանցերում առանձին օգտատերերի կողմից լայն տարածում ստացած Արցախի Հանրապետության պաշտոնատար անձանց կողմից արերևորդ հանցագործություններ կատարելու մասին հրապարակումներ Արցախի Հանրապետության իշխանությունները շահագրգռված են պաշտոնատար անձանց կողմից կատարված հնարավոր չարաշահումները բացահայտելու եւ մեղավոր անձանց պատասխանատվություն ենթարկելու համար հաշվի առնելով վերոնշյալ խնդրում եմ այդ օգտատերերի եւ նմանատիպ այլ հրապարակումները ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում եւ դրանք քննություն առնել ՀՀ օրենսդրության սահմանված կարգով Փետր այո նոյեմբերի 2000 կներեք էլի 2023 թվականի նոյեմբերի բռնի տեղահանումից հետո փետրվար ամսին արդեն 24 թվականին հարուցվել է քրեական գործ եւ ինչ որ մեր քաղաքացիները պահանջում են դա գտնվում է Հայաստանի Հանրապետության դատախազության տիրույթում։ Արդեն հաղորդումը կա։ Արդեն հաղորդումը կա։ Ես միայն մի բան կարամ ասեմ, որ Արցախի Հանրապետության ներկայացության դեմ ցանկացած սադրանք դա ուղղորդվում է Ալիևի եւ այսօրվա Հայաստանի իշխանությունների կողմից։ Այս հավաքը մի խումբ արցախցիների կամ ոչ միայն քաղաքացիների կողմից նախաձեռնված հավաքը ինչ նպատակ ունի արցախցիների ներսում պարապմունքները Հիմա բռնի տեղանումից հետո Հայաստանի իշխանությունները տարբեր ձևերով փորձել են պառակտել Արցախայությանը եւ ատելության իշխանությունների կողմից ատելությունը եւ մնացած իրենց գործողությունները դրանք պառակտիչ գործողություններ են եղել Սույն թվականի մարտի 29-ի արցախցիների կողմից հավաքից հետո որտեղ համախմբում կա դրանից հետո արդեն փորձում են պառակտում անել